Ես չեմ ուզում քաղաքականության մեջ մտնել, որտեղ դա իմ մասնագիտությունը չի, իմ գործունեության բնույթը այս գործով պաշտպանություն իրականացնելն է այս բանը։ Դրա համար ես կարող եմ ներկայացնել այդ մեղադրանքի անհիմն եւ ապօրինի լինելը ու դրա առկայությամբ դուք կարող եք վերլուծել, թե ինչի եղավ Դավիթ Փափազյանին, մյուս անձանց ու ինչի չեղավ ձեր ենթադրյալ կամ ձեր մտքով անցած այլ անձանց նկատմամբ։ Հիմա տեսեք ինչ կարևոր հանգամանք կա։ Այդ CFW ընկերության կողմից կատարված բոլոր ծախսերը կատարվել են ընկերության խորհրդի որոշումների հիման վրա։ Այդ տնօրենին, որ մեղադրում են, անհիմն մեղադրանք է, որտեղ տնօրենը ոչինչ չէր կարող անել, քան կատարել խորհրդի որոշումները։ Այդ խորհրդում ներգրաված են եղել եւ Դավիթ Փափազյանը եւ եւս մեկ ազգությամբ հայ անձ, չեմ ուզում անունը տամ, որտեղ քրեական վարույթները նկատմամբ որևէ գործողություն չկա, չեմ ուզում խթանեմ այդպիսի ինչ-որ բան։ Հիմա տեսեք, եւս երկու անձ, որոնք այդ Orbis ընկերության ներկայացուցիչներն են, եւ եւս մեկ անձ, որը այդ բոլոր ընկերությունների հետ փոխկապակցված է։ Դրանք արտասահմանցիներ են ու նույն որոշման տակ ստորագրել են, որի հիման վրա գումարներ են փոխանցվել։ Ու այդ պարագայում Փաշինյանը կամ թիմակիցներից չկար որևէ։ Ոչ, կարծում եմ չկան թիմակիցներից, բայց այդ մեղադրանքի էությունը դրանով չի պայմանավորված, թիմակից լինել չլինելով չի։ Այստեղ խնդիրն այն է, որ այս պայդրությամբ սենց կիսատ պռատ տվյալներով ընդամենը ոնց որ պետք էր ինչ-որ մեղադրյալներ ունենալ, ու եթե կիսատ պռատ չեն այդ տվյալները, պետք է առնվազն օրինակ այդ փողի լվացման հոդվածը ունենալուց առաջ ունենալ օրինակ Դավիթ Փափազյանի ֆինանսական, չգիտեմ, բանկային հաշիվների հետ կապված ինչ-որ տվյալներ կապված այն ընկերության հետ, ուր որ վերջնական արդյունքում գումարները ուղղվել են։ Այսինքն ինչ-որ մի կերպ պետք է ինքը այդ գումարների հետ առնչություն ուներ, որ մենք դիտեինք, որ այս ամեն ինչը արվել է այդ փողերը, չգիտեմ, լվալու, դրանց օրինական տեսք տալու համար։ Այսինքն ինչ է ստացվում, այդ ընկերությունը ձևական է հիմնադրվել, որպեսզի պետության կողմից գումարներ դրվի տեղ ու այդ գումարները, այսպես ասենք, հափշտակվեն եւ օրինականացվեն։ Ընդհանուր մեղադրանքի տրամաբանությունը, այո, ընդհանուր տրամաբանությունը սա է, իսկ այս տվյալները ունենալու համար առնվազն պետք էր նախ հիմնավորել, որ ընկերությունը ապօրինի է հիմնադրվել, ինչը այդպես չէ։ Ես այդ կեղծ փաստաթղթի մասին էի ուզում խոսեի, ենթադրյալ կեղծ փաստաթղթի, տեսեք, այս անիֆի նոր ղեկավարությունը ինչ որ փաթեթներ է տրամադրել վարույթ իրականացնող մարմնին, որտեղից գտել են մի փաստաթուղթ, որում խոսվում է օտարերկրյա կազմակերպության, այդ գործընկեր կազմակերպության կողմից ներդրվող այդ տեխնոլոգիաների արժեքի մասին, չէ՞, մենք գումար ենք ներդնում, գործընկեր կազմակերպությունը պետք է դրան համարժեք soft ներդնի, այսինքն միջոցներ ներդնի։ Այդ արժեքը բարձելուն ուղղված մի կազմակերպության հարցում է արվել Frontera անունով, այդ կազմակերպության կողմից տրվել է գնահատական ներդրվող ոչ նյութական ակտիվների վերաբերյալ։ Հիմա այնպես է ստացվել, որ այդ վարույթ իրականացնող մարմնի տրամադրության տակ գտնվող փաստաթղթում կա որոշակի անհամապատասխանություններ ամսաթվային, այսինքն այնտեղ ամսաթիվը նշված է այնպիսի ամսաթիվ, օրինակ փետրվար ամիս 23 թվականի, երբ որ այս ընկերությունները CFW, Hike Holdings, Ara Technologies հենց ստեղծված չեն, բայց փաստաթղթում խոսվում է դրանց արդեն ստեղծված լինելու մասին։ Իսկ այն աբսուրդ հակասություն է, էլի չէր կարող փաստաթղթում խոսվել մի այդ թվով ամսաթվով փաստաթղթում խոսել մի ընկերությունների մասին, որոնք դեռ չեն ստեղծվել, բայց իրականում այդ փաստաթուղթը չի եղել ընկերության հիմնադրման հիմքում դրված այդ գնահատման արժեքը կա։ Մենք վարույթ իրականացնող մարմին ներկայացրել ենք այդ փաստաթուղթը ամսի 30-ի մարտի 30-ի կազմված փաստաթուղթ, հենց այդ մարտի 30-ին էլ այդ ընկերությունները հիմնադրվել են, որով այդ գնահատումը իրականացվել է եւ դրա հիման վրա է CFW ընկերությունը ստեղծվել։ Հետեւաբար, եթե ընկերության ապօրինի լինելու միակ հիմքը այդ կեղծ փաստաթուղթն է եւ պարզվում է, որ դրա իրականը կա, որը հենց հիմքում է եղել այդ ընկերության, թող քննությունը պարզի այդ երկրորդ փաստաթուղթը ինչպես է հայտնվել եւ արդյոք դա իրավական նշանակություն ու հետևանք ունեցել է թե չէ, եւ եթե այդ ընկերությունը օրինական է հիմնադրվել, հետեւապես նաեւ գումարները օրինական են ներդրվել, ինչ փողերի լվացման մասին ու չարաշահման մասին է խոսքը։ Ընդհանրապես Դավիթ Փափազյանի տնօրենի, անիֆի տնօրենի պաշտոնից հեռացվելուց հետո, քանի որ նա նաեւ եղել է CFW ընկերության խորհրդի նախագահը, ոչ տեղական բանկերն են այդ ցանկացել օգտվել այդ կիբերանվտանգային միջոցներից, ոչ էլ հետո կառավարության ստորաբաժանումները կամ մարմինները կամ նախարարություններ, օրինակ թիրախային նախարարություններ կային, որոնց անհրաժեշտ էր այդ ամեն ինչը։ Եթե կհիշեք,
44-օրյա պատերազմի ժամանակ նաև հակառակորդի կողմից հարձակման էին ենթարկվել հակերային հարձակումների, Մալբերի համակարգը, այսինքն այդ տվյալները պաշտպանելու համար այսպիսի ծառայություններ էին անհրաժեշտ եւ այս ընկերությունները ըստ էության, այս գործընկեր կազմակերպությունը նաև իր մոնիտորինգով այն ժամանակ դե գործընկերություն չի եղել 20 թվականին, իր մոնիտորինգներով տեսել է այդ հարձակումները ու նաև ինքն է նախաձեռնել, որ եթե կուզեք մենք կարող ենք ապահովել այդ վերապատրաստումները, ընկերության հիմնադրումը, ծառայությունների մատուցումը